Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Հարություն Մինասյանն եմ։ ԱՄՆ քաղաքական օրակարգում մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մանրամասներին էլ կանդրադառնանք այս թողարկման ու սկսենք նախագահ Դոնալդ Թրամփի Վաշինգտոնում տեղի ունեցած ծավալուն ելույթից։ Նախագահը ներկայացրել է վարչակազմի նոր սոցիալ-տնտեսական նախաձեռնությունը Trump Accounts ծրագիրը, որը նախատեսում է յուրաքանչյուր նորածին ամերիկացի երեխայի համար ֆինանսական ներդրումային հաշվի ստեղծում։ Թրամփը հայտարարել է, որ ծրագիրը կոչված է ամերիկյան երազանքը վերադարձնելուն եւ ապահովելու, որ երեխաները կյանքը սկսեն ոչ թե պարտքով, այլ իրական ակտիվներով։ Նախագահի խոսքով Միացյալ Նահանգների կառավարությունը յուրաքանչյուր նորածնի համար կբացի հարկերից ազատ ներդրումային հաշիվ $1000 սկզբնական ներդրմամբ, որը ժամանակի ընթացքում կաճի։ Ծրագրի շրջանակում ծնողները, գործատուները, նահանգները, եկեղեցիները ու մասնավոր անձինք կկարողանան հավելյալ գումարներ ներդնել տարեկան մինչև $5000։ Թրամփի խոսքով միջին ներդրումների պարագայում հաշիվները երեխայի 18 տարեկանում կարող է հասնել $50,000, իսկ ավելի մեծ ներդրումների դեպքում $100-ից $300,000 եւ ավելին։ Նախագահը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել լայնածավալ հարկային օրենքի շնորհիվ, որը ներառում է պատմության ամենախոշոր հարկային կրճատումները, հարկի վերացում թեյավճարների վրա, հարկի վերացում արտաժամյա աշխատանքի վճարների վրա, տարեցների համար հարկի վերացում սոցիալական ապահովության վճարների վրա, Միացյալ Նահանգներում արտադրված մեքենաների դեպքում վարկի տոկոսների հարկային նվազեցում։ Թրամփը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի առաջիկա 15 տարիներին 3-ից 4 տրիլիոն դոլարի հարստություն փոխանցել երիտասարդ ամերիկացիներին։ Ելույթի ընթացքում հայտարարվել է նաև խոշոր մասնավոր նվիրատվությունների մասին։ Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը եւ նրա կինը Սյուզանը ծրագրի նվիրաբերել են $6,250,000,000, որը կօգտագործվի մինչև 10 տարեկան շուրջ 25 միլիոն երեխայի համար հաշիվներ ֆինանսավորելու նպատակով։ Նվիրատվությունը համարվում է ԱՄՆ պատմության ամենախոշոր մասնավոր սոցիալական ներդրումներից մեկը։ Ծրագրին միացել են նաև մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում Uber-ը, Intel-ը, Nvidia-ն, IBM-ը, Comcast-ը, Coinbase-ը եւ Visa-ն։ Վերջինս էլ հայտարարել է, որ կստեղծի հարթակ, որը թույլ կտա կրեդիտ քարտերի քեշբեքները ուղղակի փոխանցել երեխաների ներդրումային հաշիվներին։ Թրամփը հայտարարել է, որ Trump Accounts ծրագիրը պաշտոնապես կգործարկվի հուլիսի 4-ին, իսկ ծնողները հաշիվները կկարողանան ակտիվացնել trumpaccounts.com կայքի միջոցով։ Ելույթի ավարտին նախագահը շեշտել է, որ ծրագիրը կապիտալիզմ է ծնունդից եւ որ դրա նպատակը ամերիկացիներին ոչ թե պետական կախվածության մեջ պահելն է, այլ ֆինանսական անկախության հնարավորություն տալը։ Մենք երեխաներին չենք տալիս նպաստ, մենք նրանց տալիս ենք սեփականություն եւ ապագա, հայտարարել է Թրամփը եզրափակելով ելույթը Աստված օրհնի Ամերիկան խոսքերով։ Կալիֆոռնիայի նահանգային սենատը ներկայացրել եւ ընդունել է մի օրինագիծ, որը կստեղծի առաջին տարբերակի օրենք No Kings Act։ Սենատի օրինագիծ 747-ի մասն է խոսքը, որով Կալիֆոռնիայի բնակիչներին հնարավորություն կտրվի դատի տալ դաշնային գործակալներին, ներառյալ ներգաղթային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցներին, եթե նրանք խախտեն քաղաքացիների բնական կամ սահմանադրական իրավունքները։ Օրինագիծը ընդունվել է 30-10 կողմ դեմ քվեարկությամբ, բոլոր սենատի դեմոկրատների աջակցությամբ եւ բոլոր հանրապետականների ընդդիմությամբ։ Հեղինակ սենատոր Սքոթ Վիներիցի խոսքով այս փոփոխությունը նպատակ ունի փակել խզվածքը։ Քաղաքացիները կարող էին դատի տալ պետական կամ տեղական ոստիկանությանը, սակայն մինչև այժմ շատ դժվար էր նման քայլեր ձեռնարկել դաշնային գործակալների նկատմամբ, քանի որ դաշնային օրենքները սահմանափակում են նման հայցերի հնարավորությունը։ Օրինագիծը կստեղծի իրավական ուղի նահանգային դատարաններում ֆինանսական հատուցում ստանալու համար, ֆիզիկական ուժի չարաշահման, անվավեր ձերբակալությունների, առանց պատճառի տևական պահման եւ սահմանադրական իրավունքների այլ խախտումների դեպքում։ Դեմոկրատներն ասում են, որ այս քայլը կարևոր է հատկապես վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, եւ դաշնային գործակալների կողմից իրականացված գործողությունները, ներառյալ Մինեապոլիսում Ռենե Գուդի եւ Ալեքս Պրետիի մահվան դեպքերը, մեծ հանրային բողոքի պատճառ են դարձել։ Հանրապետականները քննադատում են օրինագիծը, նշելով, որ այն կարող է բացել դատական նոր ուղիներ նաև տեղական ոստիկանության դեմ, ավելացնելով իրավական ռիսկերը օրենքի պահպանման մարմինների համար։ Օրինագիծն այժմ ուղարկվում է Կալիֆոռնիայի օրենսդիր ժողով Assembly շարունակական քննության ու լիարժեք քվեարկության համար։ Այն դեռևս պետք է հասնի նահանգապետ Գևին Նյուսոմին ստորագրությամբ հաստատելու կամ վետո դնելու համար։ Ու եւս մեկ նորություն Կալիֆոռնիայից նահանգային ժողովի падգամավոր Մեթ Հանին, դեմոկրատ է Սան Ֆրանցիսկոյից, ներկայացրել է նոր օրինագիծ, որը նպատակ ունի ֆինանսական պատասխանատվության ենթարկել մասնավոր ներգաղթային կալանավայրեր շահագործող ընկերություններին, հարկելով նրանց շահույթը եւ այդ միջոցներն ուղղելով ներգաղթային ծառայություններին։
AB 1633 օրինագիծը, որը Հանիի գրասենյակի խոսքով առաջինն է իր տեսակի մեջ ամբողջ երկրում, նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտցնել մասնավոր կալանավայրերի հարկման մասին օրենքը։ Օրինագծի համաձայն մասնավոր ներգաղթային կալանավայրեր շահագործող ընկերությունները տարեկան կվճարեն հարկ իրենց համախառն եկամտի 50%-ի չափով։ Հարկից հավաքագրված գումարները կուղղվեն նոր ստեղծվող արդար դատավարություն բոլորի համար հիմնադրամ, որի միջոցները օրենսդիրների հաստատումից հետո կօգտագործվեն ներգաղթային իրավական եւ սոցիալական ծառայությունների ֆինանսավորման համար։ Մեթանին հայտարարել է, որ տարիներ շարունակ այսը ստեղծել է համակարգ, որտեղ մասնավոր ընկերությունները շահույթ են ստանում մարդկանց տառապանքի եւ ընտանիքների բաժանման հաշվին։ Մենք տեսնում ենք այսի վերահսկողությունից դուրս ուժի իրական հետևանքները, մարդկանց կյանքերը վտանգված են, իսկ մասնավոր ընկերությունները 100 միլիոնավոր դոլարներ են վաստակում անմարդկային պայմաններում մարդկանց պահելու համար։ Սա պետք է ավարտվի, նշել է Հանին։ Օրինագիծը պահանջում է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 2 պալատներում 2/3 աջակցություն, քանի որ այն ենթադրում է հարկային բեռի ավելացում ըստ նահանգի սահմանադրության։ Հանիի գրասենյակի տվյալներով Կալիֆոռնիայում գործում են այսի կողմից ֆինանսավորվող մասնավոր ներգաղթային 7 կալանավայր, որոնք կառավարվում են շահույթ հետապնդող ընկերությունների կողմից եւ ունեն վտանգավոր ու անմարդկային պայմանների փաստագրված պատմություն, ներառյալ անբավարար բժշկական օգնություն եւ առողջապահական խախտումներ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է Մազերատի Մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որը ուշ երեկոյան Շերմանոկ շրջանում վրաերթի է ենթարկել ու սպանել 80-ամյա տղամարդու եւ նրա շանը, ապա հեռացել դեպքի վայրից։ Վրաերթը տեղի ունեցել մոտավորապես ժամը 23:30-ին Woodman Avenue-ի 4400 բլոկում։ Ականատեսները հայտնել են, որ վարորդը կարճ ժամանակով կանգ է առել դեպքի վայրում եւ այդ ընթացքում նրանցից մեկը կամ ոմանք նույնիսկ հասցրել են լուսանկարել մեքենան։ Ավելի ուշ ոստիկանությունը Մազերատին հայտնաբերել է մի քանի փողոց այն կողմ առջևի հատվածում զգալի վնասվածքներով։ Տեսանյութերից երևում է, որ մեքենայից հանված են եղել ինչպես առջևի, այնպես էլ հետևի համարանիշները։ Ոստիկանության տեղեկացմամբ վարորդը դեռևս չի հայտնաբերվել եւ այս պահին ձերբակալություններ չեն իրականացվել։ Քննությունը շարունակվում է։ Մեկ անսովոր ու շատ անհասկանալի լուրի մասին էլ Կալիֆոռնիայի Ֆուլերտոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, այն բանից հետո, երբ նրա 19-ամսական երեխան մեքենայից դուրս է ընկել ընթացքի ժամանակ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է SUV-ն ձախ շրջադարձ կատարում խաչմերուկում, երբ հանկարծ բացվում է առջևի ուղևորի դուռը ու փոքրիկ երեխան ընկնում է ասֆալտին։ Մեքենան անմիջապես կանգ է առել ու վարորդը, որը երեխայի մայրն է, դուրս է եկել մեքենայից, վերցրել երեխային, ապա հեռացել դեպքի վայրից։ Քննության արդյունքում իրավապահները հայտնաբերել են մեքենան, երեխային եւ կնոջը մեկ բնակարանում կամ տարածքում։ 35-ամյա Ժակլին Մարի Հեռնանդեսը ձերբակալվել է երեխայի նկատմամբ բռնության կասկածանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ 19-ամսական երեխան ստացել է վնասվածքներ, որոնք համապատասխանում են ընկնելու հետևանքներին եւ տեղափոխվել է տեղի հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ երեխան ամբողջությամբ կվերականգնվի։ Դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Լաս Վեգասի Հարի Ռեյդ միջազգային օդանավակայանից մեկնած ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կորցրել է անվադողերից մեկը։ Այս մասին հաստատել է օդանավակայանի խոսնակը։ British Airways ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել Լաս Վեգասից, ուղղություն վերցնելով Լոնդոն եւ չնայած միջադեպին անվտանգ վայրեջք է կատարել Մեծ Բրիտանիայում առանց լրացուցիչ խնդիրների։ Nexstar-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռիչք կատարում երեկոյան ժամի 9-ից քիչ անց եւ երբ վայրեջքի հենասարքերը հավաքվում են թիկունքային հատվածից, մեկ անվադող պոկվում ու ընկնում է օդանավակայանի տարածքում։ Օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով ընկած անվադողը հայտնաբերվել եւ հեռացվել է թռիչքուղու տարածքից։ Տուժածներ կամ գույքային վնաս չի արձանագրվել։ Մինեապոլիսում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ կոնգրեսի դեմոկրատ պատգամավոր Իլհան Օմարի վրա անհայտ հեղուկ են ցողել, կասկածյալին անմիջապես ձերբակալել են։ 55-ամյա Էնտոնի Կազմիերչակը 1989 թվականին դատապարտվել է ավտոմեքենայի գողության համար, բազմիցս ձերբակալվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենան վարելու համար եւ ունեցել է բազմաթիվ ճանապարհային իրավախախտումներ։ Այս մասին վկայում են Մինեսոտայի դատարանի արձանագրությունները։ Նույն փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա ունեցել է նաև լուրջ ֆինանսական խնդիրներ, ներառյալ 2 սնանկության դիմում։ Միջադեպը տեղի ունեցել այն բանից հետո, երբ Օմարը կոչ էր արել վերացնել ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը, նույն ինքը այսը, եւ պահանջել էր ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի պաշտոնանկությունը կամ իմպիչմենթը ներգաղթային իրավապահների կողմից Ռենե Գուդի եւ Ալեքս Պրետիի մահաբեր կրակոցներից հետո։ Իրավապահներն անմիջապես գետնին են տապալել եւ ձերբակալել Կազմիերչակին։ Նա կալանավորվել է, նախնական կարգում մեղադրվելով 3-րդ աստիճանի հարձակման մեջ, հայտնել է ոստիկանության խոսնակ Թրևոր Ֆոլքը։ Չնայած միջադեպին Օմարը շարունակել է ելույթը եւս շուրջ 25 րոպե հայտարարելով, որ չի պատրաստվում նահանջել։ Հանդիպումից հեռանալիս նա նշել է, որ փոքրինչ շփոթված է, բայց վնասված չի ստացել ու կանցնի բուժզննում։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր կոնգրեսում պատասխանել է Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության վերաբերյալ հարցերին, որի արդյունքում ձերբակալվել էր Նիկոլաս Մադուրոն։ Ռուբիոն իր ընդարձակ ցուցմունքում անդրադարձել է նաև Գրենլանդիային, ՆԱՏՕ-ին, Իրանին եւ Չինաստանին։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանրապետականներն ու դեմոկրատները ներկայացրել են վարչակազմի արտաքին քաղաքականության կտրուկ տարբեր գնահատականներ։ Ռուբիոն փորձել է փարատել եվրոպական դաշնակիցների շրջանում աճող մտահոգությունները Թրամփի հռետորաբանության եւ մտադրությունների շուրջ։ Սա առաջին բաց լսումն էր հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված միջամտությունից հետո։ Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը գործել է վերացնելով արևմտյան կիսագնդում ԱՄՆ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն այսօր ավելի անվտանգ է, իսկ հանրապետական վարչակազմը կաշխատի ժամանակավոր իշխանությունների հետ երկիրը կայունացնելու ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է, որ Վենեսուելային շուտով թույլ կտրվի վաճառել նավթը, որը դեռևս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Ստացված եկամուտները կուղղվեն ոստիկանության, առողջապահության եւ այլ հիմնական պետական ծառայությունների ֆինանսավորմանը։ Գումարները կպահվեն ԱՄՆ ֆինանսների նախարարության վերահսկողության տակ գտնվող հաշվին եւ կտրամադրվեն միայն Վաշինգտոնի կողմից հաստատված ամսական բյուջեների հիման վրա։ Դեմոկրատների կասկածների ֆոնին հանրապետական սենատորները մեծ մասամբ գովել են Վենեսուելայում իրականացված գործողությունը։ Դեմոկրատները, սակայն, մտահոգություն են հայտնել, որ Թրամփի քաղաքականությունը կարող է խթանել Չինաստանի գործողությունները Թայվանի հարցում, Ռուսաստանի ակտիվությունը Ուկրաինայում, ինչպես նաև սրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի շուրջ հնչեցված սպառնալիքների պատճառով։ Ռուբիոն փորձել է նվազեցնել այդ մտահոգությունները, նշելով, որ ՆԱՏՕ-ի ներսում Գրենլանդիայի հարցով լարվածությունը նվազում է եւ ընթանում են բանակցություններ Թրամփի պահանջների շուրջ։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն պետք է վերանայվի եւ Միացյալ Նահանգների նախագահի քննադատությունը պարզապես ավելի բարձրաձայն է, քան նախկին նախագահներինը։ Իրանի հարցում Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին ռազմական գործողությունների ծրագիր չկա, իսկ Թեհրանում իշխանափոխությունը կլիներ շատ ավելի բարդ գործընթաց, քան Վենեսուելայում իրականացվածը։ Այսօր ավելի ուշ Պետդեպարտամենտում Մարկո Ռուբիոն նախատեսում է հանդիպել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Վերջին երկու լուրերը Իրաքի նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքին, որը սերտ կապեր ունի Իրանի կողմից աջակցվող խմբերի հետ, կարծես պատրաստվում է քաղաքական վերադարձի։ Իրաքի շիա քաղաքական ուժերի դաշինքը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, ընտրել է Ալ-Մալիքիին վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ։ Թրամփը սոցիալական ցանցում գրել է. Վերջին անգամ, երբ Մալիքին իշխանության էր, երկիրը սուզվեց աղքատության եւ ամբողջական քաոսի մեջ։ Դա պետք է չկրկնվի։ ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ եթե Իրաքը կրկին ընտրի Իրանի կողմից աջակցվող Մալիքիին վարչապետ, Վաշինգտոնն այլևս չի աջակցի նավթարդյունաբերական խոշոր արտադրող եւ ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Իրաքին։ Ի պատասխան Նուրի Ալ-Մալիքին X հարթակում հայտարարել է. մենք կտրականապես մերժում ենք ԱՄՆ-ի բացահայտ միջամտությունը Իրաքի ներքին գործերին եւ այն համարում ենք Իրաքի ինքնիշխանության խախտում։ Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո Բաղդադը ստիպված է եղել հավասարակշռություն պահել եւ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ։ Մալիքի հնարավոր վերադարձը անակնկալ է եղել շատ իրաքցիների համար։ Շատերը նրան մեղադրում են բաժանարար քաղաքականություն վարելու մեջ, շիա մեծամասնության օգտին, ինչպես նաև այն բանի համար, որ նրա կառավարման տարիներին սունիները մղվել են ծայրահեղական իսլամական պետություն խմբավորման գիրկը, երբ անվտանգության համակարգը քանդվում էր։ Նուրի Ալ-Մալիքին նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2 ժամկետով 2006-ից մինչև 2014 թվականները։ Այդ շրջանը բնութագրվում է աղանդավորական բռնություններով, սուր պայքարով սունի եւ քրդական մրցակիցների հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածությամբ, ինչպես նաև վատ հանրային ծառայություններով եւ կոռուպցիայով։ 2014 թվականին նա ստիպված էր հրաժարական տալ լայն շրջանակների ճնշման ներքո, այդ թվում Միացյալ Նահանգների, Իրանի, սունի առաջնորդների եւ Իրաքի գլխավոր շիա հոգեվորականի կողմից։ Չնայած դրան այժմ արդեն 70-անց Մալիքին մնացել է ազդեցիկ քաղաքական գործիչ, պահպանելով սերտ կապեր Իրանի կողմից աջակցվող հզոր խմբավորումների հետ։ Վաշինգտոնը սպառնացել է Իրաքի բարձրաստիճան քաղաքական գործիչներին ԱՄՆ պատժամիջոցներով, եթե Իրանի կողմից աջակցվող զինված խմբերն ընդգրկվեն հաջորդ կառավարության մեջ։ Վերջին լուրը ֆինանսական է, նախագահ Դոնալդ Թրամփը երեկոյան հայտարարել է, որ դոլարի վիճակը գերազանց է, պատասխանելով հարցին, թե արդյոք դոլարը արժեզրկվել է հիմա։ Ոչ, դոլարը շատ լավ վիճակում է, ասել է Թրամփը լրագրողին։ Նախագահը հիշեցրել է, որ նախկինում հաճախ կոշտ հակասությունների մեջ է մտել Չինաստանի եւ Ճապոնիայի հետ, նրանց արժույթների յենի եւ յուանի արհեստական արժեզրկման պատճառով։ Նրա խոսքով նման քաղաքականությունը անարդար մրցակցային առավելություններ է ստեղծում միջազգային առևտրում։ Սակայն Թրամփի այս հայտարարությունից հետո
$1 շարունակում է անկում ապրել, հասնելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակին։ Վերլուծաբանները նշում են, որ արժույթի վրա ճնշում է գործադրում մի քանի գործոն՝ ԱՄՆ դաշնային պաուստային համակարգի տոկոսադրույքների հնարավոր հետագա կրճատումները, մաքսատուրքերի շուրջ անորոշությունը, քաղաքական անկայունությունը, ինչպես նաև պետական բյուջեի աճող դեֆիցիտը։ Վերլուծաբանները սակայն պնդում են, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված է ավելի թույլ դոլարով, քանի որ այն կարող է նպաստել առևտրային դեֆիցիտի կրճատմանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք, կհանդիպենք երեկոյան։